Ես կամ հաղորդաշարի հերթական հյուրն էր դարձել դերասան Կարեն Հովհաննիսյանը։ Նրան ցանկացել էր տեսնել փոքրիկ Սուսաննան։ Կարենն էլ կատարել էր երեխայի երազանքը։ Վերջինս հուզվել էր նման անակնկալից։ Դերասանը Սուսաննային հեծանիվ է նվիրել, ինչի մասին երեխան միշտ երազել է։ Երկուսով նրանք այցելել են նաև կրկես։ Նշենք, որ իր վերջին հարցազրույցներից մեկի ընթացքում Կարենը խոսել էր մի քանի թեմաների մասին, պատմելով նաև այս տարիների ընթացքում ունեցած դժվարությունների մասին։ Կարենը պատմել էր, որ վաղ տարիքից տարբեր աշխատանքներ է կատարել աշխատելով նաև հացի փռում։ Ես չէի նեղվում դրանից, իմ մեջ ձևավորվել է այս մոտեցումը՝ աշխատել եւ ստեղծել կապ չունի ինչով ես զբաղվում։ Տղամարդը յուրաքանչյուր օր պիտի վաստակ ունենա։ Երբեք չեմ ապրել այսօրվա օրով, իմ համար միշտ կարևոր է եղել վաղվա օրը։ Ես ամեն առավոտ գնում եւ մարզվում էի Զորամասում, որովհետեւ ամենամոտ տեղը դա էր, որ կային համապատասխան գործիքներ։ Ինչ որ մի օր փորձեցի ավելի մեծ բանի գնալ, որին դեռ պատրաստ չէի, ընկա գլուխս կոտրեցի ու հայտնվեցի զինվորական բուժկետում։ Բավականին ծանր հետևանքներ ունեցավ ուղեղի ցնցում, մինչ օրս վերքի հետքը կա, բայց էլի գոհ եմ, որովհետև այդ ժամանակ կամքի դրսևորում կար։ Իմ ուսուցչուհին ասաց՝ կամ դու պիտի գնաս այս դպրոցից 8-ը ավարտելուց հետո, կամ ես։ Ես ինքնակամ տեղափոխվեցի ուրիշ դպրոց, այնտեղ ավելի առաջադեմ էի, հասկացա, որ բեմում ինձ լավ եմ զգում։ Կարծում եմ գրականությունը ինձ մղեց դեպի թատերական ինստիտուտ եւ դերասանական արվեստ։ Ինձ համար հետաքրքիր էր ինչպես մարդը կարող է մի քանի տարբեր մարդկանց մարմնավորել։ Սա է ամենահետաքրքիրը այս մասնագիտության մեջ։ Ուսանողական տարիներին Կարենը ընկերոջ հետ աշխատել է որպես դասյարակ, դժվար դասյարակվող եւ վարքային շեղումներ ունեցող երեխաների հատուկ դպրոցում։ Այդ երեխաները ոչ թե դժվար դասյարակվող էին, այլ ծնողական ջերմության եւ վերաբերմունքի պակաս ունեին։ Ոչ մի երեխա չի ծնվում դժվար դասյարակվող, դառնում է այդպիսին։ Մենք աշխատում էինք այս որակի երեխաների հետ։ Շատ հաճելի էին այդ տարիները, երեխաների վերաբերմունքը այնպիսին էր դարձել ժամանակի ընթացքում, որ ծնողական ջերմության պակասը հանում էին մեզնից։ Հետո այնտեղ թատերական ու սպորտի խմբակներ ձևավորեցինք։ Մեծացան, մի մասը ընդունվեցին տարբեր բուհեր։ Կարենը խոսել էր նաև ընտանիքի, կնոջ ու երեխայի մասին։ Ես պաշտում եմ իմ երեխային, ինքը կյանքում պիտի իմ ներսում եղած ամենաառողջը եւ գեղեցիկը կրի իր ներսում, որովհետեւ ես այնքան հասուն եմ, որ հասկանում եմ, թե ինչն եմ լավ անում եւ ինչն եմ վատ անում, գոնե ինքս ինձ խոստովանում եմ։ Իրեն միշտ տալիս եմ ամենասիրունը։ Պիտի սերմանեմ հայրենասիրություն, կրթության հանդեպ ամենամեծ վերաբերմունքը, լավ երաժշտություն, հարգանք մեծերի, ծնողների, բարեկամների նկատմամբ, ընկերական հարաբերություններում եւ առհասարակ ազնվություն։ Հիշեցնենք, որ ավելի վաղ Կարենը հյուրընկալվել էր Ամալիա Հովհաննիսյանի Live-room հաղորդմանը, որի ընթացքում խոսել էր իր դժվար մանկության մասին եւ նշել, որ շատ անգամ չի հասցրել իմանալ երեխայական խաղերի մասին, սակայն իր խոսքով հավատացել է, որ մի օր լույսը կբացվի։ Ցանկացած մութ ուղի ունի ինչ-որ տեղ իր լուսավոր տեղը, որ պիտի բացվի։ Այդ տարիքի երեխայի համար միակ խնդիրը ինչ-որ բան ստեղծելն էր, ինչ-որ բանի հասնելը, կամ բակային խաղին մասնակցելը։ Երբ որ գիտակցում ես, որ հայրդ այդ պահին կռվում է ու դու ես տան տղամարդը, քանի դեռ հայրդ տանը չի։ Ես փոքրուց երևի մեծացա, ես մանկություն չեմ ունեցել։ 8-9 տարեկանում ես մեծացա։ 7 տարեկան էի, երբ սկսվեց պատերազմը ստեղծեց վատ կենցաղը։ Կարենը նաև խոսել էր այդ շրջանում իր մայրիկի շատ աշխատելու եւ ընտանիքից բացակայելու մասին։ Ցանկացած երեխա ուզում է զբաղվի նրանով, այն ինչն իրեն է տրված։ Խաղալը, հետաքրքիր մանկությունը, ջերմությունը, ծնողական մեծ հաշվով ես ու եղբայրս չենք ունեցել, ու միայն մենք չէ, բոլոր նրանք, ում հայրերը պատերազմում էին ու մայրերը աշխատում էին տունը պահելու համար։ Փառք Աստծո, ծնողներս հասցրել են ամեն ինչ անել, որ այդ շատ պակասը չզգանք, նշել էր դերասանը։ Նշենք, որ հենց այդ հաղորդման ընթացքում Կարենի արտահայտած մտքերը կին-տղամարդ հարաբերությունների մասին մեծ սկանդալի պատճառ էին դարձել եւ աղմուկ բարձրացրել։ Բանն այն է, որ Կարենը իր խոսքում նշում է, երեխան ծնողի հանդեպ բացի հարգանքից պետք է ունենա նաև վախի զգացում, հասկանալով, որ սխալ քայլ անելու դեպքում կարող է ապտակի արժանանալ։ Դերասանը նաև ծայրահեղ օրինակներ էր բերել ասելով, որ եթե օրինակ տղան գա ու ծնողին ասի, որ համասեռամոլ է, ապա այդ դեպքում նրան պետք է սատկացնել։ Դերասանի այս խոսքերը բացասական մեկնաբանությունների մեծ ալիք էին բարձրացրել գրեթե բոլոր հարթակներում, որտեղ հայտնվել էր հաղորդումը։ Մի քանի մեկնաբանությունն էլ բավական են պատկերացնելու համար, թե հասարակության մի ստվար զանգված ինչ դիրքորոշում ունի այս հարցի վերաբերյալ։
Էս մարդուն շատ շտապ հոգեբան ա պետք, վտանգավոր ա հանրության համար։ Ջնջեք հաղորդումը սա քարոզը բռնության և իրար չհարգելու մասին։ Փրկեք սրա երեխեքին ու կնոջը սրա ձեռքից և բազմաթիվ այլ օրինակներ։ Հարկ է նշել, որ կային օգտատերեր, ովքեր համաձայն էին Կարենի արտահայտած մտքերի հետ և անգամ տարբեր կարծիքներ ունեցող օգտատերերի միջև էր բանավեճ սկսել մեկնաբանությունների հատվածում։ Իսկ ահա խոսելով կին-տղամարդ հարաբերությունների մասին, Կարենը նախ կանանց համեմատել էր կատուների հետ, ապա նշել, որ եթե կինը լռել չգիտի և տղամարդու հետ հավասար խոսում է, ապա պետք է նրան շպրտել։ Բացասական մեկնաբանությունները հիմնականում ուղղված էին դերասանին և նրա արտահայտած մտքերին, բայց շատերն էլ մեղադրում էին նման հաղորդումը հեռարձակողներին, ի դեմս Ամալիա Հովհաննիսյանի։ Ինքը Ամալիան ինստագրամյան իր էջում տեսանյութերի միջոցով անդրադարձել էր այս թեմային, ասելով, որ հարցը ներկայացվում է միակողմանի և ոչ ոք չի նշում, որ հենց զրույցի ընթացքում ինքը հակադարձում է Կարենին։ Ամալիան նախորդորել էր իր հետ սպառնալիքների լեզվով չխոսել և իր հանգստությունը խեղճության հետ չխառնել, ապա նշել էր, որ ինքը դեմ է բռնությանը և այդ մասին հենց տեղում էլ խոսել է, մի քանի անգամ անդրադառնալով, թե ինչ հետևանքներ կարող է ունենալ բռնությունը երեխայի համար արդեն հասուն տարիքում։ Ամալիան նշում էր, որ քննարկումներից տպավորություն է, թե եթերում հնչել է բռնության կոչ և վերջ, բայց դա իրականում այդպես չէ և իր համար ինչ-որ տեղ տարօրինակ էլ չէ, որ չի նշվում, որ հաղորդման մեջ հնչել է երկու միտք, քանի որ ըստ հաղորդավարուհու շատ մարդկանց պատճառ էր պետք հարցը միակողմանի քննարկելու համար։ Ամալիան նաև նշել էր, ինքը ցավում է, որ մեկնաբանությունների հատվածում մեծ թվով մարդիկ արդարացնում են թեկուզ ապտակը, քանի որ երեխայի հետ բռնության ցանկացած լեզու իր համար անընդունելի է, բայց այնպես չէ, որ հաղորդումն է ձևավորել այդ մոտեցումը, այն ցավոք կա և ենթադրում է հասարակության հետ լայն աշխատանք և պետք չէ սահմանափակվել միայն ստատուսներ գրելով։ Այստեղ տեղին է նշել, որ հաղորդման այն հատվածներում, որոնք մեծ աղմուկ էին բարձրացրել, ենթագրերում գրված է «Ցանկացած տեսակի բռնություն անթույլատրելի է»։ Ուշադրության է արժանի տեսանյութի մեկնաբանությունների հատվածում գրված ևս մի մեկնաբանություն։ Նման դեպքերում մտածում ես՝ ինչ լավ ա, որ դու ընդամենը ինչ-որ սերիալային դերասան ես, գրել էր օգտատերերից մեկը։ Այսինքն հայկական հեռուստասերիալներում նկարահանվող դերասանները մեկը մյուսի հետևից շարունակում են իրենց արտահայտած մտքերով առավել խորացնել այն կարծրատիպային վերաբերմունքը, որը կա սերիալային դերասանների նկատմամբ։ Տեղին է նշել, որ ընդամենը ամիսներ առաջ սկանդալի կենտրոնում էր հայտնվել «Կույր աշխարհ» հեռուստասերիալում Կարեն Հովհաննիսյանի խաղընկերը, դերասան Կարեն Ասլանյանը, ով հանրային հեռուստաընկերության կնոջ օրագիր հաղորդման շրջանակներում ևս անդրադարձել էր կին-տղամարդ հարաբերություններին, արժանանալով քննադատությունների։ Դեռ այն ժամանակ էր Star News-ը գրել, որ սցենարիստ, պրոդյուսեր Դիանա Գրիգորյանը իր կադրերին թույլ չի տալիս մասնակցել այս կամ այն հաղորդումներին և ինքն է որոշում, թե որտեղ և ինչպես մասնակցություն ունենան նրանք։ Այսինքն, սկզբում Կարեն Ասլանյանը, ապա Կարեն Հովհաննիսյանը գալիս են ապացուցելու, թե ինչու է Դիանան նման պայմաններ դնում իր կադրերի առաջ։ Օգտատերերից ոմանք էլ նկատել էին, որ Կարեն Հովհաննիսյանը անգամ իր խոսքերում է հակասում ինքն իրեն, ասելով, որ ինքը իր աղջկան չէր թողնի ապրեր իր ընկերոջ հետ, ասելով, որ դա իր համար անհասկանալի և անընդունելի է, բայց այս խոսքերից ընդամենը որոշ ժամանակ անց անդրադառնալով մեկ այլ հարցի, ասում է, որ ինքը ունեցել է 18 ընկերուհի և նրանց հետ ապրել է մեկ հարկի տակ, նա դա չի համարում քաղաքացիական ամուսնություն և նորմալ է ընդունում այդ փաստը։ Կարենը իր խոսքում անդրադարձ էր կատարում նաև հոգեբաններին, ասելով, որ այն թեզերը, թե մենք գալիս ենք մանկությունից և մեր այսօրվա ինքնությունը մեր մանկական տրավմաների հետևանք է, ընդամենը հոգեբանների խոսքերն են և դա իր կարծիքով այդպես չէ։ Անգամ Ամալիա Հովհաննիսյանն է իր խոսքում նշում, թե արդյոք Կարենը վիրավորանք ունի իր նախկին ընկերուհիներից ինչ-որ մեկի հանդեպ, բայց Կարենը հերքում է դա, իսկ ահա օգտատերերից մեկը անդրադառնալով այս թեմային իր մեկնաբանության մեջ գրել էր.
Ինչ որ ագրեսիա, անցածից եկած մտերիմ մարդու հանդեպ վիրավորված ու մինչ այժմ իր մեջ պահած վիրավորանք կար այս մարդու մեջ և կարծես իր գործողություններով իր ինչ որ բանի հասնելով կամ բռնությամբ ուզում է միջից դուրս հանել ու չի ստացվում։ Համենայն դեպս ամբողջ հաղորդումը մի տեսակ լուսավոր չստացվեց, որքանով որ շատ մեծ ցանկություն ուներ մեր շատ սիրելի Ամալյան։ Հոլովակի մեկնաբանությունների հատվածում հիացական մեկնաբանությունները ևս մեկ անգամ ապացուցում են այն, որ այս խնդիրը և նման մտածողությունը իսկապես արդիական են մեր ժամանակներում, քիչ չեն այն ընտանիքները, որոնք հենց ապրում են նման մտածելակերպով։